պայման է սպանված։ Ես էլ եմ համակարծիչ, որ կարող ենք շարունակել գործի քննությունը մինչև մյուս մեղադրյալը եւ պաշտպանները կներկայանան եւ նաեւ ցանկանում եմ հայտնել, որ կապված այս իրադրության հետ ցանկանում ենք միջնորդություն ներկայացնել Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը վերացնելու կամ այն փոփոխելու վերաբերյալ, խնդրում եմ այնպես կազմակերպենք, որ այսօր եթե կարծում եմ մյուսներն չեն առարկի, հնարավորություն կունենանք երկու մեղադրյալների հետ միաժամանակ նաև մեր միջնորդությունը քննարկել։ Պատվարժան դատարան սահմանափակված լինելով փաստաբանության մասին օրենքով, մեր վարքագծի կանոնագրքով, բայց խնդրում եմ դիրքորոշումս հենց այնպես ինչպես ներկայացնում եմ, այդպես էլ ընդունեն թե պատվարժան դատարանը, թե դատավարության հարգելի մասնակիցներ։ Եթե ի սկզբանե Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի հարցի լուծումը հենց ի սկզբանե, հենց առաջնահերթության տրամաբանությամբ քննության առարկա չհանդիսանա, ես նիստերի դահլիճից դուրս կգամ պատվարժան դատարան։ Նախորդ դատական նիստի ընթացքում հստակ արձանագրվել էր դիրքորոշումը։ Առնվազն իմ կողմից, որը կարծում եմ նաև իմ գործընկերները եւս կիսում են։ Լիդիա Մանթաշյանի կալանավորված լինելը մեր պատվի եւ արժանապատվության ուղիղ միջամտություն է։ Էլ ոնց ձևակերպենք։ Եթե իսկապես, ինչպես փաստաբանը մեր գործընկերը նշեց, եթե մենք նշված հարցին ոչ թե զուգահեռաբար մյուսների, այլ հենց առաջնահերթության տրամաբանությամբ քննության առարկա չդարձնենք, թող իմ պաշտպանյալը ինձ կարծում եմ առարկություն չի ունենա, ես դուրս կգամ նիստերի դահլիճից, շնորհակալություն։ Վարորդի մյուս մասնակիցները խնդրեմ։ Ես լիովին միանում եմ պարոն Վարդևանյանի դիրքորոշմանը, իրականում պատվարժան դատարան Լիդիա Մանթաշյանին անազատության մեջ պահելը ոչ միայն իրավական չէ, այլ կարծում եմ նաև բարոյական խնդիր կա, նաև մեր ազգային մենթալիտետի հետ կապված խնդիր կա եւ այո, մեր յուրաքանչյուրիս արժանապատվությանը նվաստացնելու միջոց է, զուտ եմ բանով պայմանավորված, որ մենք հիմա ընդմիջումից հետո դուրս ենք գալու ազատության մեջ, բայց Լիդիա Մանթաշյանը դրա հնարավորությունը չունի պատվարժան դատարան։ Սա իրավական հարց չէ, սա բարոյական հարց է եւ պատվարժան դատարան դրսում որևէ քաղաքացու ով իրավաբան չէ, որևէ կերպ, որևէ մարդկային չափանիշներով հնարավոր չէ բացատրել, թե այսօր Լիդիա Մանթաշյանը ինչու է անազատության մեջ։ Պատվարժան դատարան, քանի որ Վահագն Չախալյանի խափանման հարցը պետք է քննարկվի, Վահագն Չախալյանի պաշտպանական կողմը ոչ միայն համամիտ է, այլ նաև մենք էլ մեր խնդրանքն ենք ուղղում, որպեսզի Լիդիա Մանթաշյանի հետ կապված հարցը քննարկվի Վահագն Չախալյանի խփանման միջոցից առաջ։ Բարի։ Մեղադրանքի կողմը։ Ուրեմն նախ ունեք եթե ցանկանում են արտահայտվել, նշեք, եթե ուրեմն վարորդի մասնակիցներ դատարանը լսեց յուրաքանչյուրի կարծիքը, ուրեմն եկեք այսպես անենք, դատարանի առջև պայման մի դրեք եւ պայման դնելու այդ իրավասությունն էլ չունեք, այդպեսի պայման դնելու, բնականաբար դատարանը նշեց, որ եթե հիմնավոր միջնորդություն կա, այս պայդրությամբ դատարան չունի որևէ միջնորդություն, քննարկման։ Եթե հիմնավոր միջնորդություն կա եւ կան հանգամանքներ, որոնք որ նոր հայտ եկածեն, բնականաբար ոնց որ Արտուր Սարգսյանի միջնորդությունը պաշտպան Վարդևանյանի կողմից ներկայացվեց, բնականաբար քննարկվեց, բացառություն դատարան չի անում, նաեւ Լիդիա Մանթաշյանինն էլ կքննարկվի, դա միանշանակ է։ Իսկ հերթականությունը նախ պետք է միջնորդությունը ներկայացնեք, հասկանանք ինչին է վերաբերում։ Բնականաբար նաև միջնորդության հետ կապված դատանը հնարավոր է նաև կարճ ընդմիջում հայտարարի ծանոթանա միջնորդությանը, նաև վարորդի մյուս մասնակից, այսինքն մեղադրանքի կողմը, եթե միջնորդությունը իհարկե նախապես չեք ուղարկել մեղադրանքի կողմին։ Իսկ այն որ միանշանակ քննարկվի, եթե միջնորդություն կա, դա երկրորդ կարծիք չկա։ Հերթականությունն էլ ես իրական այդպես բան չեմ տեսնում, որովհետև մենք շատ երկար չենք աշխատել այսօր, որովհետև նորից եմ կրկնում երկու մեղադրյալների վերաբերյալ մենք ունենք հարցի քննարկում, ընդ որում մեղադրյալ Սարգսյանի խափան միջոցի հետ կապված նշեմ, որ 8-ին է լրանում դեկտեմբերի, հետևաբար մենք այսօր դրա հրատապությունը չունենք եւ բացի այդ նաեւ
Դատարանի կողմից կայացրած որոշման վերաբերյալ նաև պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել եւ բնականաբար հավելված է այդ մասով բողոքը ուղարկվել է վերաքննիչ դատարան, ուղղակի դատարանը այս պայդրությամբ տեղեկություն չունի երբ է նշանակված դատականիստը, եթե պաշտպանական կողմը ունի այդպիսի տեղեկություն, խնդրեմ տրամադրեք դատարանին բանավոր տեսքով թեկուզ։ Դեկտեմբերի 1-ին դատական ակտի հրապարակում է, ընդհանրապես հրատապության։ Առավել եւս ուրեմն հրատապության խնդիր չկա, այսօր Արթուր Սարգսյանի խափան միջոցի հարցը չի քննարկվի։ Այսինքն մենք ունենք Չախալյան, Վագն Չախալյան եւ եթե Լիդիա Մանտաշյանը կամ վերջինիս պաշտպանները իշտորություն են ներկայացնելու, նաև այդ կքննարկենք։ Ես չեմ կարծում, որ դա բարի։ Ընտրեմ։ Շնորհակալություն։ Պատվարժան դատարան, քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի առաջին մասին համաձայն, եթե խափանման միջոցի գործողության ընթացքում փոխվել կամ վերացել են դրա իրավաչափության պայմանները, վարույթն իրականացնող մարմինն իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու մասին։ Վերահաստատելով, որ առհասարակ Լիդիա Մանտաշյանը ներկայացված մեղադրանքը ապօրինի է եւ հետապնդում է մի եկով 18-րդ հոդվածով սահմանված այլ նպատակ, իսկ մեղադրանքի հիմքով կալանք խափանման միջոցի կիրառումը ոչ իրավաչափ է, գտնում եմ, որ այս վարույթի շրջանակներում արձանագրված առնվազն այս դատական ակտերով արձանագրված հանգամանքների ուժով Լիդիա Մանտաշյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցը ենթակա է վերացման կամ փոփոխման հետևյալ պատճառաբանությամբ։ Մեղադրյալի փախուստը կանխելու հիմքի առկայությունը մերժվել է դեռևս 20/08/2025 թվականին Երևան քաղաքի առաջին այցային ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու հիմքի բացակայությունը արձանագրվել է վերաքննիչ դատարանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ եւ ըստ էության մնացել էր միայն մեկ ռիսկ, որը արձանագրվել էր, դա վարույթին խոչընդոտելու ռիսկն էր։ Սակայն 2025 թվականին եւ ցանկանում եմ արձանագրել, որ այս նույնանման իրավիճակը արկա էր սույն գործով 18 մեղադրյալներից շատերի նկատմամբ, թիվը չեմ հիշի, կարծեմ 6-7 հոգու նկատմամբ այս իրավիճակներ տիրում, որ արկա էր մեկ խափանման միջոց, մեկ կիրառելու ռիսկ։ Խափանման միջոց չէ, հիմք, եւ 25 թվականի նոյեմբերի 20-ին Երևան քաղաքի առաջին այցային ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշեց անփոփոխ թողնել երկարացնել Լիդիա Մանտաշյանի խափանման միջոց կալանքը, համարելով, որ արկա է այդ ռիսկը եւ միևնույն ժամանակ միակ թույլատրելի խափանման միջոցն է, մինչդեռ նույնանման հանգամանքներում այլ մեղադրյալների նկատմամբ մեղմացավ կիրառված խափանման միջոցը եւ նրանց նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն։ Ես գտնում եմ, որ այս պարագայում բոլորի օրենքի առջև եւ դատարանի առջև հավասարության սկզբունքի պահպանումը ենթադրում է, որ փոխվել է քրեական դատավարության 117-րդ հոդվածով սահմանված իրավաչափության պայմանը եւ այդ 20-ի դրությամբ, այսինքն այդ տարբերությունը այնքան ակնհայտ էր եղել, որ գրեթե ամբողջ հանրապետությունը սկսեց խոսել Լիդիա Մանտաշյանի կալանքի մասին։ Ես փորձեմ իհարկե ում արձագանքը չեմ թվարկի թողի ուզեմ արձանագրեմ մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունը այս բանի նկատմամբ, որ պահպանելով կոնկրետ գործով դատարանի գործունեությանը չմիջամտելու պահանջը, այնուամենայնիվ հարկ է համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է ընտրվել միայն բացառիկ դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, մարդու իրավունքների պաշտպանը եւս մեկ անգամ
իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրում նշված հարցին, հաշվի առնելով, որ կալանքի ինստիտուտի չարաշահումը կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության ամբողջը եւ առաջացնել այլ համակարգային խնդիրներ։ Սա արձանագրում եմ ասել է օմբուդսմենը հենց Լիդիա Մանթաշյանի կալանքի վերաբերյալ, ասելով, որ այս ազդակը, այս տարբերակված մոտեցումը, որ մենք տեսել ենք նախորդ նիստով այս դատարան նկատմամբ, նաև հաշվի առնելով գործի հնչեղությունը, հանրության նկատմամբ կարող է առաջացնել հանրության մոտ համակարգային խնդիրներ վստահության, դատական իշխանության հանդեպ վստահության առնչությամբ։ Լիդիայի կալանքի մասին արձագանքել են նախկին մարդու իրավունքների պաշտպանները Լարիսա Ալավերդյանը, Արման Թաթոյանը, արձագանքել են մի շարք պատգամավորներ, իրավապաշտպաններ, ասելով, որ իրենց համար, նույնիսկ այն իրավապաշտպանները, որոնք ի հակառակ մեզ այս ամեն ինչում քաղաքական հետապնդում չեն տեսնում, արձանագրել են, որ իրենց համար որպես անաչառ դիտորդի, գործով չշահագրգռված անձանց տարօրինակ է եղել այս տարբերակված մոտեցումը։ Եվ ուզում եմ զուտ մի քանի թիվ ասել այս բանի վերաբերյալ, այս նախորդող մեկ շաբաթվա ընթացքում ես հատուկ տեխնիկական միջոցների կիրառում փորձում եմ միայն ինտերնետում տեսնել, թե քանի արձագանք է ստացել Լիդիայի այս կալանքի որոշումը, 549 հրապարակում միայն առցանց մամուլում է եղել, չհաշված 3 ազգային ժողովում լսումների ընթացքում այն հանգամանքը, որ ասում եմ նույնիսկ մնացած Հայաստանի Հանրապետության այլ քաղբանտարկյանների հարազատներն ու պաշտպանները առաջին հերթին աղաղակում էին Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կիրառված այս անհամաչափ խափանման միջոցի մասին։ Շատերը բերում էին, ես էլի գաղափարապես նաև Լիդիայի հետ համակարծիք լինելով, որ այս պարագայում մենք չէ, որ պետք է շեշտենք Լիդիայի կին լինելու հանգամանքը, բայց փաստորեն Պարեն Վարդևանյանի վկայակաչած Վճռաբեկ դատարանի որոշումը եւս մեջբերվել է քիչ առաջ ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի կողմից եւ մամուլից տեղեկացանք, որ նաեւ ներկայացվել է խնդրագիր գլխավոր դատախազին հենց այս հիմնավորումներով, որ կիրառելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը կանանց նկատմամբ այլ տարբերակված մոտեցում, այսինքն լրացուցիչ վավերապայման սահմանելու մասով պետք է եւս կիրառելի լինի Լիդիա Մանթաշյանի նկատմամբ եւ այս տարբերակված մոտեցումը եւս խնդրահարույց է արդարադատության տեսանկյունից։ Նույնիսկ բանում մինչև այսօր էլ շարունակվում են մարդիկ, պատերազմի մասնակիցներ, ովքեր չեն ճանաչում Լիդիա Մանթաշյանին եւ Լիդիան էլ իրենց չի ճանաչում, այս անարդարությունը տեսնելով 4-րդ օրն է արդեն նստացույց են իրականացնում գլխավոր դատախազության դիմաց, 3 նաև ազգային ժողովի դիմաց, պահանջելով Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը փոխվի։ Ես էլի եմ ասում, ցավոք սրտի կամ բարեբախտաբար ու հանուն արդարության մենք չունենք որևէ հիմք վկայակոչելու, որ օրինակ Լիդիա Մանթաշյանը ինչ-որ հիվանդություն ունի, չնայած ճակատագրի հեգնանքով ինչ-որ մրցածություն է ձեռք բերել, այդքան էլ լավ չի զգում իրեն, բայց այսինքն բժշկական փաստաթուղթ չունենք էլի գրիպի համար ներկայացնելու։ Ասում ենք, որ իրավաչափության պայմանը այս կոնտեքստում փոխվել է եւ միջնորդում ենք դատարանին, որպեսզի կիրառի վերացնի կամ փոխի Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը, կիրառելով վարչական հսկողություն, բացակայելու արգելք կամ գրավ մինչև 2.100.000 դրամի չափով կամ այս խափանման միջոցների որևէ համակցություն։ Եթե կհամարեք, որ բավարար չի, այլ խափանման միջոց եւս կարող եք կիրառել։ Այս պարագայում նաև էլի պետք է, քանի որ այս միջնորդությունը քննվում է,
եւս մեկ անգամ արձանագրեմ այդ վարույթին խոչընդոտելու ռիսկի անհիմն լինելը։ Ասեմ, որ Լիդիա Մանթաշյանի դեմ չկա որևէ անձ, որը ցուցմունք է տվել, որը Լիդիա Մանթաշյանը կուզենար կամ կարող է օբյեկտիվ իրականության մեջ փոխել։ Մնացած որևէ ապացույցի նկատմամբ օբյեկտիվորեն Լիդիա Մանթաշյանը ոտնձգել չի կարող։ Եվ այդպիսի պնդումներ անելու համար չունենք որևէ փաստական հիմք, չունենք որևէ տվյալ, որ որևէ վարույթի, որևէ գործընթացի իրավական Լիդիան երբևէ փորձել է խոչընդոտել։ Ուստի եւս մեկ անգամ պատվարժան դատարան միջնորդում եմ վերացնել կամ փոխել Լիդիա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը։